Բարև ձեզ բարեկամներ։ Սկսվում է աշխատանքային նոր շաբաթը եւ բնական է մենք պետք է անդրադառնանք նաեւ մի շարք այլ հարցերի, որոնց մասին դեռ անցած շաբաթ էլ խոսվել է, բայց շատ հարցերի պատասխան այդպես էլ մնացել են անպատասխան։ Այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք բավականին ինքնատիպ մի անձնավորության իրավաբան մեր լավագույն մտավորականներից մեկին Ռոբերտ Սիմոնյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սիմոնյան, այսպիսի հարցով սկսենք։ Մեր պետությունը ինչ կարգավիճակ ունի այսօր։ Նախ այսօր մենք պետություն չունենք։ Իրավաբանորեն ամրագրված պետություն չունենք, որովհետև պետության կարգավիճակը սահմանվում է, բնորոշվում է համապատասխան հիմքերի վրա, որն են դրանք, իր սահմանները, համակարգերով եւ այլն։ Այսօրվա կատարված դեմիլիտացիա դեմարկացիան փաստացի խոսում է, հիմնավորում է այն հանգամանքները, որ մենք այսօր պետություն չունենք։ Ըստ 91 թվականի ԽՍՀՄ համակարգից, ԽՍՀՄ համակարգ կոչվածից դուրս գալու հիմքերով Հայաստանը անկախացել է, որի հիման վրա նաև հռչակագիր կա, քաջատեղյակ եք։ Այո։ Ըստ հռչակագրի Հայաստանը դուրս է եկել ԽՍՀՄ համակարգից։ Հիմա սկսենք դրա բնորոշումը տանք։ Դուրս է եկել ինչով։ Որպես ինչ։ Որպես բուդկա մաստակի, որպես սիթի, որպես ինչ-որ մի տարածք, որը ինչ-որ ինչ անվանում չունի։ Նախ, Հայաստանի Հանրապետություն կոչվածը, դա հիմնավորում է այն հանգամանքը, 15 հանրապետություններից մեկն ենք, ճիշտ է, որովհետև անվանում չի փոխվել, եթե մենք դուրս ենք եկել ԽՍՀՄ համակարգից, ապա պետք է լինի նաև հիմնավորումներ, այսինքն, լինեն իրավական ակտեր, որի հիման վրա Հայաստանը պաշտոնապես դուրս է եկել ԽՍՀՄ համակարգից, որից իրավական ակտեր չկան, որի պահանջները ես ներկայացրել եմ բոլոր համակարգ կոչվածներին, դատախազություն, ազգային անվտանգություն, քննչական, հակակոռուպցիոն դատարաններ, քրեական, վարչական, քաղաքացիական, հակակոռուպցիոն եւ այլն, որևիցե մի դատական համակարգ չի ներկայացրել որևիցե իրավական ակտ, որի հիման վրա 91 թվականով Հայաստանը դուրս է եկել ԽՍՀՄ համակարգից։ Հետո եթե ԽՍՀՄ համակարգից դուրս ես եկել, ապա պիտի անվանումդ փոխես։ Արմենիա, Հայաստան, անկախ, ոչ թե Հայաստանի Հանրապետություն։ Հանրապետություն ենք, հիմա դրա բնորոշումը տանք։ Հանրային պետություն, ինչ է հանրապետություն, հանրային պետություն։ Հանրային պետության մեջ իշխանությունը ումն է։ Իշխանությունը ժողովրդինն է։ Իսկ այսօր բոլորը ասում են մենք իշխանություն ենք, այս Փաշօղլին, Սերժիկ Նարիմանովը, Ռաուֆ Սեյդօղլին, ինքը Ռոբիկ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ինքը Խալիլով Լենդրոշը, դրանք բոլորը բնորոշում են, որ մենք, այսինքն իրենք, հանդիսանում ենք իշխանություն, բայց իշխանությունը ժողովրդինն է։ Իշխանության բռնազավթումը դա միջազգայինորեն հանցագործություն է, միջազգային հանցագործություն է, որովհետև բացառիկ իրավունքը իշխանության տրված է ժողովրդին, իրականում ազգին, որի կրողը մենք ենք, մեր արմենական ազգը։ Հիմա 91 թվականով որևիցե պրոմզդաշնի ակտեր, այսինքն ընդունման հանձնման ակտեր չկա, որը հիմնավոր էր, որ Հայաստանը ԽՍՀՄ համակարգից դուրս է եկել։ Երկրորդը, եթե ԽՍՀՄ համակարգից դուրս ենք եկել, ապա պիտի դուրս գանք համապատասխան սահմաններով։ Ճիշտ է։ Ենթադրենք 29000, 100,000 եւ այլն։ Հետո 91 թվականով մենք ինչ ենք արել։ Դուրս ենք եկել, թե ինքնորոշվել ենք։ 91 թվականով հանրակրվե անցկացվել, ճիշտ է։ Հանրակրվե։ Հիմա մենք ինքնորոշման խնդիր ունեինք։ Մենք ինքնորոշման խնդիր չենք ունեցել։ Մենք ունեցել ենք ազատագրման խնդիր։ Մի հարց եւս, էլի լրացուցիչ այդ հարցերի շրջանակը բացելու համար։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը ինչ է ասում։ Որ մենք 29000 ենք։ Ոչ իհարկե։ Ոչ իհարկե։ Սևերի դաշնագրով մենք քանի հազար քառակուսի կիլոմետր ենք։ Հետո
18 թվականին Ադրբեջան կոչվածը ում տարածքում է կայացել, ինքնորոշվել եւ արդյոք հանրակրվե անցկացվել։ Տեսեք 91 թվականով անցկացրել են հանրակրվե Արցախում, ճիշտ է, նաեւ Հայաստանում, որի հիման վրա իբր Հայաստանը ինքնորոշվել է։ Եթե ինքնորոշվել է, ապա ինքնորոշվել է համապատասխան սահմաններով եւ ԽՍՀՄ-ից դուրս եկել է համապատասխան եւս սահմաններով, որի հիմքերը ես նաեւ վերել եմ փաստաթղթով ներկայացնեմ ձեզ։ Տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, տրված 2000 թվականի հուլիսի 25-ին փաստաթուղթ համար 25-06-774 ընթերցեմ նախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյան 2000 թվականի փաստաթուղթ է։ Ի պատասխան ձեր ԵՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Ռիվի հարցման ԵՀԿ գրասենյակի ղեկավար դեսպանի հարցման հիման վրա տրված փաստաթուղթ է կնիքով եւ այլ եւ այլ։ Ռիվի հարցման մասին 26 հունիս 2000 թվականի նամակի պատասխանում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը կատարված է ըստ միջազգայինորեն ճանաչված սահմանների, միջազգայինորեն ճանաչված սահմանների, այսինքն եթե մենք ճանաչում ենք այսօր ԵՀԿ, ճանաչում ենք Եվրոխորհուրդ, ճանաչում ենք Եվրոմիություն, ճանաչում ենք ՄԱԿ, որը տալիս է ստատուս կարգավիճակ պետություններին, նրա իրավասուբյեկտությունները ամրագրելով, այսինքն պետության, ապա նշված հիմքերը տված են փաստաթղթով։ Կարդամ շարունակեմ։ Նամակի, որ ըստ միջազգայինորեն ճանաչված սահմանների, ինչպես լավատեղյակ է, վարչատարածքային բաժանման մանրամասները հստակորեն տրված են վարչատարածքային բաժանման մասին օրենքի, ոչ թե ենթադրությունների, ոչ թե ցանկությունների, այլ օրենքի, այսինքն ընդունված օրենքների, որը ամրագրված է ըստ պետություն կոչվածի։ Հիմա վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունված 1995 թվականի նոյեմբերի 7-ին եւ սույն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի մեջ ընդունված 1996 թվականի հունիսի 30-ին։ Հիմա ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ սահմանները ըստ եթե մենք ճանաչում ենք ՄԱԿ-ը որպես միջազգային իրավունքի միջազգային համակարգ, հա, որը տալիս է համապատասխան իրավասուբյեկտություն, իրավունք քեզ կոչելու, անվանելու, ընդունելու միջազգային համակարգերում որպես պետություն, ապա տրված է 95 թվականի, որի հիմքերը նաև 95 թվականով ամրագրված է։ Հիմա հարց է առաջանում, եթե սահմանները ամրագրված են, այս վերջերս հաղորդում եղավ ըստ որի ներկայացված, որ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում սկսած 96 թվականից, որի նաև օրենքը ես կարդացի, որի մեջ փոփոխություններ է կատարվել, հիմա անցնենք նաև սրա վերլուծությանը։ 95 թվականի, եթե դու միջազգայինորեն ճանաչվել ես սահմանները, ըստ էության 96 թվականից 6 հատ քարտեզ է ներկայացված ՄԱԿ-ին։ Եվ ՄԱԿ-ի գրասենյակում դա ամրագրված է եւ դրա գրադարանում արկա են։ Հիմա, եթե 95 թվականով դու ընդունում ես սահմանները, ենթադրենք X չափանիշներով, ապա 96 թվականով ո՞նց է դու փոփոխում։ Մեծացրել ես, քարտեզը որտեղ է։ Փոքրացրել ես, քարտեզը ուր է։ Այսինքն 95 թվականով սահմանները ճանաչվել են, ըստ որի լրացուցիչ 92 թվականից RF կոչվածը, Ռոսիյսկայա Ֆեդերացիա կոչվածը, պաշտպանում է մեր Հայաստանի Հանրապետության սահմանները։ Սահմանները ոչ թե ինչ-որ օդի, ջրի կամ ինչ-որ ենթադրյալ տարածքի, Հայաստանի Հանրապետության սահմանները։ Եթե դու սահման չունենայիր, բնականաբար նա չէր կարող պաշտպանել, որովհետև դա արդեն իսկ
վիճաբանության վիճելի հանգամանքներ էր, որի հիման վրա թե Ադրբեջան կոչվածը եւ թե այլ միջազգային ացիաներ պետք է դրա վերաբերյալ կոնկրետ պահանջ ներկայացնեին։ Հիմա եթե ճանաչված է այսօրվա ինչ դիմիլիտացիայի մասին է խոսքը։ Այսինքն այս ամենը անօրինական է։ Սա պետական դավաճանության փաստ է։ Պետական դավաճանության փաստ է։ 2010 թվականին եւս ընդունվել է օրենք, 2010 թվականին ազգային ախոր կոչվածի Սերժիկ Նարիմանովի, այսինքն ինքը Սերժիկ Սարգսյանի եւ նրա ամբողջ համակարգի մասնակցությամբ ընդունվել են օրենք, ըստ որի Քաշաթաղի շրջանը, ինչպես նաեւ Արցախը ճանաչվել է որպես Ադրբեջանի վարչատարածքային միավոր։ Այսինքն Ադրբեջանի տարածք։ Հիմա 18 թվականին Ադրբեջան կոչվածը, որը գոյություն չի ունեցել, որը իրականում հանդիսանում է ատրպատականը, իր Բաքուրակերտ մայրաքաղաքով կարճ Բաքու, մեր Բաքուր արքայի անվամբ, դա մեր հայկական տարածքներն են։ Հիմա ո՞նց է կայացել Ադրբեջանը 18 թվականին։ Հարց եմ տալիս կոնկրետ։ Տեսեք, արեք մի հատ վերելուծենք։ Լավ, մակում մենք քարտեզներ ունենք։ Ինչ է։ Մակում ինչ քարտեզներ ունենք։ Նախ արեք անդրադառնանք ՄԱԿ-ը ինչ կառույց է։ ՄԱԿ-ը հանդիսանում է հասարակական կառույց։ Բոլոր այն պետություն կոչվածները, որոնք անդամակցում են ՄԱԿ-ին, եւ ՄԱԿ-ը տալիս է նրանց իրավասուբյեկտություն, այսինքն իրավունք որպես պետություն հանդես գալու, ինքը հանդիսանում է հասարակական կառույց։ Հասարակական կառույցին անդամակցողները ինչ են իրենց կարգավիճակով։ Հասարակական կառույցի անդամներ։ Հասարակական կառույցի անդամը ոնց կարող է իրավասուբյեկտություն ունենա եւ որևիցե պարտադրանք կիրառելու իրավունք ստանձնի ունենա։ Արեք լուրջ հարցեր են սրա։ Հետո ՌՖ կոչվածը, Ռոսիյսկի Ֆեդերացիա կոչվածը ՄԱԿ-ում ճանաչված չի, ընդունված չի։ ՄԱԿ-ում ճանաչում են ԽՍՀՄ-ն, ՍՍՍՌ-ը։ Հիմա հարց է առաջ գալիս։ Եթե ՌՖ ճանաչված չի, ճանաչված է ԽՍՀՄ-ն, դա ինչ է նշանակում։ Տեսեք, լուրջ հարցեր եմ տալիս։ Դա նշանակում է, որ ԽՍՀՄ-ն չի լուծարվել։ Այո, այսինքն ինչ կատարվել է անօրինական է։ Ինչ կատարվել են, դրանք անօրինական են, որի մասին նաև այս մինչև մահը Ժիրինովսկին արտահայտվեց, ներկայացրեց, որ Беловежское соглашение это незаконное։ Ու դրա վավերացումը չի կատարվել, այսինքն հաստատումը, որ ԽՍՀՄ համակարգը փլուզվում է, դա չի հիմնավորվել։ Այսինքն այդ բոլոր հանգամանքները, այդ թվում նաև ՌՖ կոչվածը, դա հանդիսանում է ինչ որպես։ Դա հանդիսանում է հասարակական կառույց։ Նույն ԽՍՀՄ կոչվածը 21 թվականին, որ մեզ բռնակացել են, ԽՍՀՄ-ն, ԽՍՀՄ ներողություն։ Այդ ժամանակահատվածում նա ճանաչված չի եղել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Մենակ 1924 թվականին Մեծ Բրիտանիայի կողմից ճանաչում է ստացել, այդ թվում նաև Թուրքիա կոչվածը, որովհետև ազգային մեծ ժողով կազմակերպությունը, որը այն ժամանակա Թայլատ, Մայլատ եւ այլն դիժվածքների կողմից կազմավորվել է, հանդիսացել է հասարակական կառույց։ Հասարակական կառույցի կատարած հանցագործությունները, պետական հանցագործությունները, ազգերին ցեղասպանությունը, տարածքների անեքսիան, դրանք բոլորը ամրագրվել է որպես իրավական կարգավիճակ ունեցող հանգամանքներ, բայց խնդիրը ինչումն է, ցանկացած, ասենք հանցագործ կարող է իր շրջանակի մեջ, իր իրավասության մեջ, ոնց որ ասած, ենթադրյալ ամրագրի ինչ պահանջներ, բայց երբ դա ամրագրում է քո պետության կոչված, իշխանություն կոչված, ղեկավարություն կոչվածը, դա համարվում է պետական դավաճանություն։ Այսինքն մեր բոլոր պահանջատիրական իրավունքները անօրինականորեն անտեսվել են։ Ոչ թե անտեսվել են, վերացվել են, որովհետև եթե դու քո պահանջները չես ամրագրում, չես ներկայացնում, չես պահանջում, ճանաչում ես հակառակը, գոյություն չունեցող պետությունների կարգավիճակը, այսինքն Թուրքիա պետություն, Ադրբեջան պետություն եւ այլն,
դու դրանով իսկ վերացնում ես քո պահանջատիրությունները։ Այսինքն Արևմտյան Հայաստանի 290,000 քառակուսի կիլոմետր, պլյուս 40,000 Կիլիկիա, պլյուս Նախիջևան, պլյուս Փայտակարան, պլյուս Ատրպատական իր Բաքվուրակերտ մայրաքաղաքով կարճ Բաքու, պլյուս Ջավախ, Կախալցխա, Բաթումի, դրանք բոլորը մերն են։ Մենք 480,000 քառակուսի կիլոմետրի պահանջ ունենք։ Հետո ենթադրենք Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը իրավական առումով որևիցե կարգավիճակ, նոր կարգավիճակ, որովհետև որևիցե այլ դատարան, որևիցե այլ համակարգ, միջազգային կոչված չի վերացրել եւ որևիցե մեկը իրավունք չունի դա վերացնելու։ Հարց է առաջանում։ Եթե իրավարար վճիռը իրավական կարգավիճակ ունի եւ իրավարար վճիռը այսօր որպես միջազգային դատարանի կողմից ճանաչված փաստագրական փաստ, որ դրանք հանդիսանում են Արմենիայի տարածքներ, ներողություն մի բան է լրացուցիչ ասեմ, ինչի ոչ Հայաստան, ինչու Արմենիա։ Տեսեք, ցանկացած պետություն կոչվածի ղեկավար, ինչպես նաև միջազգային կառույց, մեզ ներկայացնում է որպես Արմենիա։ Արեք Արմենիան վերարտադրենք կամ նրա անվանումը մեկնաբանության ներընթարկենք։ Արմենիան թարգմանությամբ ինչ է գալիս։ Թարգմանեք Արմենիան, ո՞նց է։ Արմենիայի թարգմանությունը ինչ է, դառնում է Հայաստան։ Հայաստան։ Ոչ, Արմենիան Արմենիա է։ Հայաստան չեն կարող ասել Հայաստան, լավ, հնչյուն է ռուսները ենթադրենք։ Բայց անգլերեն լատինատառերի մեջ կա Այո, բոլոր տեղերը Արմենիա։ Բայց ի՞նչ են ասում Հայաստան։ Հայաստան պետություն բոլոր միջազգային քարտեզներում Հայաստանը ամրագրված է որպես Արմենիա։ Իր պահանջատիրություններով ծովից ծով։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ անվանումը փոխելով մենք վերացնում ենք մեր պահանջատիրությունը։ Այդ իսկ պատճառով այսօր այս վիժվածքները եւ նախկին եւ այսօրվա սկսած 91 թվականով վերացրել են մեր պահանջատիրությունները։ Եվ նաև, տեսեք, ՄԱԿ-ի բացահայտումը ներկայացնենք, ՄԱԿ ինչ է նշանակում։ Միավորված ազգերի կազմակերպություն։ Միաժամանակ կազմակերպություն։ Ազգերի, ներողություն, ազգերի։ Այո։ Ոչ թե ժողովուրդների։ Այսինքն ՄԱԿ-ը ստեղծված է, որ պաշտպանի ազգերի ազգային պատկանելություն ունեցող պետությունների շահերը։ Այլ ոչ թե ինչ որ ժողովուրդների, ժողովուրդը ազգը դրանք տարբեր են։ Ժողովուրդը դա խառնածին հատված է, ժողովրդի մեջ մտնում է թուր, ադրբեջանցի, տարբեր կարգավիճակ ունեցող երևույթներ, հոմոսեքսուալիստներ եւ այլն, բայց մի րոպե, ազգը ունի ավանդույթ, մշակույթ, լեզու, հոգեվոր եւ ամենակարևորը բնորան, որի վրա ինքը ծնվել, արարել, իր պատմությունն ամրագրել եւ նաեւ իր հոգեվոր դասը հիմնավոր է, ճիշտ է։ Իսկ հիմա հարցը առաջանում, եթե ժողովուրդը խառնածին հատված է, ժողովուրդը ոնց կարող է պատահի մեզ հետ, ազգի հետ, ունենա ընդհանուր միություն, ընդհանուր ավանդույթ, մշակույթ, լեզու, հոգեվոր։ Ադրբեջանցին էլ է ժողովուրդ, թուրքն էլ է ժողովուրդ, նեգրն էլ է ժողովուրդ, ուզբեկն էլ է ժողովուրդ, ռուսն էլ, ջհուդն եւ այլն, որոնք հանդիսանում են ոչ թե ազգեր, այլ հանդիսանում են սեկտաների անդամ։ Ոնց որ այսօր կրոնական համակարգերն են տարանջատած, այսինքն մուսուլմանական, բուդդայական, առաքելական, ուղղափառ եւ այլն, նույն տարբերակով տարանջատված է ցեղատեսակները, բայց Ադրբեջան ժողովուրդ կա, ադրբեջանցի կարգավիճակ ունեցող որևիցե ցեղատեսակ կա, չկա։ Անգլիայի թանգարանում դրված է ծառը ազգա ծագումնաբանության մեջ, որի հիմքում դրված է Արմենիան։ Ինչի Հայաստանը դրված չի։ Այսինքն բոլոր ցեղատեսակները, ինչպես նաև պետությունները առաջ են եկել, ճանաչվել են, ինքնորոշվում են, կարգավիճակ են ստանձնում Արմենիայից։ Հիմա հարցը առաջանում։ Այսինքն գլխավոր
իրավասուբյեկտը հանդիսանում է Արմենիան եւ մեր արմենական ազգը, որը տվել է քաղաքակրթություն աշխարհին։ Հիմա հարցը առաջանում։ Այս ոնց եղավ, նորից էր անդրադառնում այդ Ադրբեջան կոչվածին, 18 թվականին, որ կայացել է, ինքնորոշվել է, կա հանրակրվեի մասին համապատասխան իրավական ակտերը, չկա, բա ով է ճանաչում, ինչի հիման վրա եք ճանաչում որպես Ադրբեջան, կոնկրետ հարցեր են, հետո, ում տարածքի վրա է կայացել, մեր տարածքի վրա, որովհետև պահանջը մեզ է ներկայացված, ճիշտ է, չի ներկայացված Ռուսաստանին, չի ներկայացված Ամերիկային, Ֆրանսիային, Իսպանիային եւ այլն։ Կոնկրետ հարցեր են։ Ինչի՞ է մեզ ներկայացված։ Հիմա այստեղ խնդիրը ինչու՞մն է կայանում։ Հիմա դե եթե դու չծախես, ոչ մեկ քեզնից չի կարող առնել։ Այսինքն խլել, հափշտակել։ Եվ այստեղ գնում է մանիպուլյացիոն process-ը, որի հիման վրա այս հիշվածներին նշանակելով որպես հիշխանություն, բայց մենք միջազգային օրենքները վերլուծելով գալիս ենք այն եզրակացության, որ փաստացի իշխանությունը ժողովրդինն է, ըստ միջազգային ճանաչված բանաձևերի օրենքների։ Եթե իշխանությունը ժողովրդինն է, ապա դրանք ինչ իրավասություն, լիազորություն ունեն, որևիցե տարածքի վրա բանակցություններ տանեն, առնեն, ծախեն։ Հետո խոսում ենք իրավունքից, ճիշտ է, իրավասուբյեկտությունից։ Եթե մի մեքենա կամ բնակարան կամ որևիցե իր չի հանդիսանում ձեր սեփականությունը, դուք կարող եք նա վաճառել, դրա շուրջ ինչ-որ տալառնելիք բանակցություններ տանեք, բնականաբար ոչ։ Այսօրվա քաղաքացիական իրավունքով նաև ամրագրված է, որ իրավահարաբերություն ունենալու հիմքերը հանդիսանում են նրանում, որ դու ունենաս սեփականության իրավունք, որի հիման վրա դու մտնես իրավահարաբերության մեջ, այսինքն առևտրի մեջ, նվիրելու, շնորհելու եւ այլն։ Այդ որ տարածքն է հանդիսանում սրանց սեփականությունը։ Սերժիկ Նարիմանովի, Ռաուֆ Սեյդօղլու ինքը Ռոբիկ Քոչարյանի, Փաշօղլու ինքը Նիկոլ Փաշինյանի, թե քորի Լևոն Տեր-Պետրոսյան ինքը Խալիլով Լենդրոշ։ Ում դադախազության ԱԱՑ-ի, դրանք ումն են դադախազություն ԱԱՑ համակարգ կոչվածները։ Դրանք ծառայելու են մեր պետությանը, մեր ազգին, բայց հիմա ում են ծառայում դրանք։ Այսինքն դրանք որևիցե իրավասություն, իրավասուբյեկտություն չունեն, մեր տարածքները որևիցե մի համակարգ կոչվածի կամ ինչ-որ պետություն կոչվածի նվիրաբերելու կամ դրա շուրջ բանակցություններ տանելու։ Դրա իրավունքը որևիցե մեկը տվել է, դուք տվել եք։ Այսինքն ստացվում է, որ այնինչ տեղի ունենում այսօր հայ-ադրբեջանական սահմանին ամենամեծ անօրինականությունն է։ Դրանք բոլորը պետական դավաճանություններ են։ Եթե հիմա անցնենք մյուս տարբերակին վերլուծության, եթե դրանք ադրբեջանական տարածք էին, եթե դրանք բնականաբար մեր տարածքներն են, եթե դրանք ադրբեջանական տարածքներն են, այդ դեպքում ինչի սրանք չեն դատում։ Լևոնին, Ռոբիկին, Սերժին, Փաշօղլուն եւ նրանց համակարգին, որպես ագրեսորների, որպես միջազգային հանցագործների, որպես ազգին ցեղասպանողների, որպես պատերազմ հրահրողների, որովհետեւ երբ մեր տարածքները, որ իրենք ամրագրում են որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք, ապա Ադրբեջանի մոտ ցանկություն է առաջ գալիս այդ տարածքները վերադարձնելու, հափշտակելու, խլելու մեզնից, ճիշտ է։ Փաստացի ստացվում է, որ պատերազմ են հրահրում։ Այդ դեպքում ՄԱԿ-ի կոչված գրասենյակները, ՄԱԿ, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն, Ամերիկա, Ֆրանսիա, Մակարոն եւ այլ, դրանք անգրագետներ են, թե անմեղսունակներ են։ Կամ այդ համակարգ կոչվածները, դադախազություն, ԱԱՑ, ազգային ախոր կոչված ազգային ժողով, դրանք անմեղսունակներ են։ Եթե անգրագետներ են, այնտեղ նստել են ինչ են անում։ Ում շահերն են պաշտպանում, մեր թշնամիների։ Եթե գրագիտություն չունեն, ապա տեղ չունեն։ Եթե մանիպուլյացիայի են ենթարկում ունենալով նյութական շահ, այսինքն ծախելով մեր տարածքները, ծախելով, այսինքն կատարելով պետական դավաճանություն, այդ դեպքում դադախազություն, ԱԱՑ, մուսռներ, դադարաններ եւ այլն, ինչի չեն արձագանքում։ Իրավունքից անտեղյակ է, իրավասուբյեկտություն չունեն, իրավագիտություն չունեն, իրավագիտելիքներ չունեն, հարց եմ տալիս։ Ստացվում է, որ սրանք բոլորը պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ են։ Ինչի որևիցե համակարգ կոչված, եթե մենք ունենք պետություն։ Դրանց նկատմամբ քրեական գործ չեն հարուցում եւ հրապարակային չեն
սատկացնում։ Այն բոլոր օրենքները, որը ընդունվել են, իրավական կարգավիճակ չունեն եւ իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել, որովհետեւ բոլորը անօրինական են։ Սկսենք նաեւ այն հանգամանքից, որ Լևոնը գալուց ասում էր Ղարաբաղը մերն է եւ վերջ, հիշում եք, չէ՞, հրապարակային կոչերը։ Միացում, հիշում եք, չէ՞։ Այսինքն նա խաբեությամբ, խարդախությամբ եկավ իշխանության, ճիշտ է։ Հետո անցնենք Ռոբիկին։ Եթե նա խաբեությամբ, խարդախությամբ եկել է իշխանության, ապա նա իրավական կարգավիճակ չունի, իրավասուբյեկտություն չունի, որովհետև ցանկացած գործողություն, որոշում, վճիռ, ընտրություն եւ այլն, դրանք գործողությունների վերջնական արդյունքներն են։ Եթե ի սկզբանե որ գործողությունը կատարված է ապօրինի, անօրինական, ապա վերջնական արդյունքը չի կարող լինել օրինական։ Սրա մասին նաև Վենսկայ կոնվենցիա կա, միջազգային կոնվենցիա, ըստ որի ցանկացած պայմանագիր, որոշում, որը կայացվել է նաև միջազգային ատյաններում, եթե կատարվել է հարկադրաբար, վախեցնելու, ահաբեկելու, տերորի ենթարկելու եւ այլ անօրինական մեթոդներով, խաբեությամբ եւ այլն, դա իրավական կարգավիճակ չունի։ Հետո անցնենք երկրորդ ստադիային։ Ես բացահայտում եմ լրիվ իրավական ճանապարհը, իրավական process-ը։ Ռոբիկ Քոչարյան կոչվածը, որ բերեցին, ինքը չեկավ, ինքը էշի վրա նստած չէր, որ եկավ ասեց, հասել եմ քաղաք, գիքորն եմ, այդպես բան չկա։ Բերեցին Վազգենը, Քորը եւ իրենց համակարգը, այսինքն ազգային ախոր համակարգեր եւ այլն։ 10 տարվա քաղաքացիություն չուներ, այսինքն նա որպես նախագահի տեխնացու իրավունք չուներ անգամ մասնակցություն ունենալ, որովհետեւ անօրինական նախագահ նշանակում է անօրինական պետություն։ Այսինքն հիմք է տալիս անօրինական ղեկավար լինելու հանգամանքը մեր դեմ կիրառելու ցանկացած պատժամիջոց։ Այսինքն պահանջներ ներկայացնել եւ այդ պահանջների հիման վրա մեզնից վերցնել, մեզնից հափշտակել, մեզ անեքսիայի ենթարկել, մեր տարածքները եւ մեզ ցեղասպանության ենթարկել։ Ինչը եւ արվեց։ Հիմա, եթե նա 10 տարվա քաղաքացիություն չուներ, ոչ առաջի ընտրություն կոչվածի ժամանակահատվածում, ոչ էլ երկրորդի։ Այդ ժամանակ հարցը առաջանում։ Ոնց կարող է պատահի դա իրավական պետություն լինի։ Եվ ոնց կարող է պատահի, տեսեք, էլի անդրադարձ եմ կատարում, ԽՍՀՄ-ն եթե չի լուծարվի, ապա ՄԱԿ կոչվածը ոնց է Հայաստանը ճանաչում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Որովհետև Հայաստանի Հանրապետություն խոսում է այն բանի մասին, որ սա 15 հանրապետություններից մեկն է։ Դա էլ դրեցինք մի կողմ։ Ռոբիկ կոչվածը Ռաուֆ Սեյդօղլին ինքը ապօրինի է, անօրինական է, ուրեմն իր կառավարություն համակարգերը եւս անօրինական է։ Անցնենք Սերժիկին։ Փոխանցեց իշխանությունը Սերժիկին։ Նրա միջոցով ընտրություն կոչվածը կատարվեց, ապօրինի է։ Երրորդ տարբերակը Փաշօղլին էր, նորից եմ ասում, հիշում եք չէ՞, խոսակցությունը, որ Սերժիկի հետ տանում են, բա ձեր իշխանությունը փոխանցեք մեզ։ Ճիշտ է։ Հիշում եք։ Եթե կատարվել է հեղափոխություն կոչված, ժողովուրդն ընտրե իրան, հա? Այդ դեպքում եթե ինքը ընտրված էր ժողովրդի կողմից, բա ինչ է գալիս ապօրինի անօրինական իշխանության կողմից, ստանձնում իշխանությունը ազգային ախորի կողմից, ընտրվում, նշանակվում է որպես վարչապետ։ Եթե իշխանությունը ժողովրդինն է, այդ դեպքում ինչ ընտրության մասին է խոսքը։ Ինչ ազգային ժողովի եւ այն բանը, որ կար, այն ազգանունը, ազգային ախորի նախկին Սերժիկի ժամանակահատվածի Արանատ Միրզոյանը։ Չէ, Միրզոյանը չէ, արա չէ։ Սերժիկի ժամանակով ազգային նախագահանով, ազգային ժողովի նախագահ կոչվածով էր Շարմազանովը, այս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է, մենք հորդորել ենք կուսակցություններին դեռևս Սերժիկի ժամանակ, որ ձայնը տան Փաշօղլուն։ Եթե Փաշօղլին, եթե դուք միջազգային օրենքները ճանաչում եք եւ դրա հետևորդներն եք եւ դրա իրավասուբյեկտներն եք հանդիսանում, այդ դեպքում ո՞նց եք դուք հանդիսանում իշխանության կրողը, նախ ժողովրդին նա իշխանությունը, երկրորդը դուք եք նշանակում վարչապետին, հորդորելով կուսակցությունին ժողովուրդը ընտրել է։ Այսինքն գլխավոր դերակատարումը իրանցն է, այսինքն իշխանությունը, որը բռնազավթվել է մեր
ազգից։ Անցնեք մյուս հանգամանքին։ 6 տարվա քաղաքացիություն չուներ Արմեն Սարգսյան կոչվածը, Սարգսյան կոչվածը, որը ըստ պահանջված փաստաթղթերի, որի վերաբերյալ Նիկոլ կոչվածը, Փաշողլին հայտարարեց, որ ցարին նստայաշի։ Եվ ազգային ախորի բեմա հարթակից հրապարակավ հայտարարեց, որ Արմենչիկ Սարգսյանը ոչնչացված է։ Ոչնչացված նախագահի կողմից ինքը ստանում է հաստատումն վարչապետության։ Ինքը ասում է ինքը նինաստայաշի անօրինական, հա։ Հիշում եք այն, որ ասում է, պարոն Աշոտյան, դա գլխավոր խնդիրն է, որ ցարի նաստայաշի լինի, այսինքն օրինական է թագավորը, թե ոչ։ Եթե ցարի նինաստայաշի, որի հաստատումը ստանում է վարչապետը, այդ դեպքում ոնց ենք հասկանում եւ ինչ իրավունքի իրավասուբյեկտության վրա է ամրագրված այսօր վարչապետ կոչվածի կարգավիճակը եւս անօրինական։ Այսինքն պարոն Սիմոնյան, ես ձեր հետ զրույցից հասկացա, որ մեր երկրում խորհրդային միության փլուզումից հետո ամեն ինչ եղել է անօրինական եւ շարունակվում է այդ գործընթացը, մարդիկ շարունակում են անօրինական ընտրություններ անել, իշխանություն զավթել, տարածքներ զիջել եւ արդյունքում ունենք այն ինչ ունենք։ Այո, ես 2013 թվականին իմ նախագահական տեխնացությունը դրել էի ընտրության շրջանակի մեջ, որ եւս բացահայտի այդ բոլոր խարդախությունը։ Ուրեմն թե միջազգային, թե ներպետական համակարգ կոչվածները ինձ ճանաչեցին որպես նախագահի պաշտոնակատար։ Ես ներկայացրեցի 100-ից ավել հոդվածներ, թե ներպետական, թե միջազգային, որով խախտվել է իրենցից կողմից գրած օրենքները։ Իրենցից գրած օրենքները նախագահի աթոռը որևիցե իրավական առումով որևիցե մեկի սեփականությունը չի։ Դա պետությանն է, դա ազգինն է, ճիշտ է։ Ապա դա որևիցե մեկը իրավունք չուներ դներ ինչ որ մի process-ի մեջ կներեք գումար խաղալու մեջ, այսքան եմ գնահատում աթոռը, հա, կամ այսքան կտակ, որ մասնակցեք դրա ընտրության process-ին։ Ես այդ բոլոր կեղծիքները, հանցագործությունները, այսինքն պետության վաճառքի process-ը ներկայացրել եմ օրենքով։ Դատարանը, քրեական դատարանը։ Դատարանը իր աշխատակազմով ճանաչեց ինձ, որի հիման վրա փաստաթղթերը կան, եւ դրա հիման վրա նաեւ տպվելա թերթերով, որ Հայաստանում կա նախագահի պաշտոնակատար, Սերժիկը այդ մասին գիտի, Սերժիկի ժամանակահատվածում է, սակայն դրա մասին լռում է։ Հասկանալի է, դե անօրինական ճանապարհով իշխանության եկած մարդիկ դրան իհարկե դեմ կլինեն, ես ձեզ լավ հասկանում եմ։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պայմանավորվենք բարբերաբար եկեք եւ լուսաբանեք այն ամենը, ինչ ձեզ հայտնի է, որտեղ այսօր ես անձամբ շատ հետաքրքիր փաստերի, ինչպես ասում են, տեղեկացա եւ կարծում եմ մեր ունկնդիրներն էլ ինձ հետ համամիտ են, որտեղ շատ իսկապես հետաքրքիր վերլուծություն արեց պարոն Սիմոնյանը։ Դա վերլուծություն չի, Վարգելի Ղուկասյան։ Սա փաստերի վրա հիմնված եզրակացությունն է։ Դրանք տարբեր բաներ են։ Վերջնական։ Վերջնական փաստերի վրա հիմնված։ Սա ոչ թե ենթադրությունների, ցանկությունների պարագա է, այսինքն Այո, վերլուծության տալու։ Սա արդեն փաստերի վրա իդեպ նորից ասեմ, ես էլի դատական process-ը տանում եմ դրած դեմ, եւ դատական process-ներում, որին ներկա են եղել թե գլխավոր դատախազության վարչությունը, թե ԱԱԾ-ի եւ թե դատարանները բոլորն էլ փախնում են։ Դե բնական է, որտեղ իրենք բոլորը ոտքից գլուխ կեղծ են։ Սրանք բոլորը հանցագործներ են։ Այո։ Միջազգային նաեւ հանցագործներ, որ միջազգային կոչված կառույցները պետք է դրան անդրադառնան եւ եթե մենք ճանաչում ենք միջազգային կոչվածները, ապա Հաագայի դատարան, հա, միջազգային քրեական դատարանը սրանց բոլորին իրենց համակարգերով պետք է մահապատժի ենթարկեն։ Շնորհակալ եմ այսօրվա համար, զգուշ եղեք, պահպանեք ձեզ, որովհետև կյանքում միշտ չէ, որ ճշմարտությունը ասելու համար կարող են գլուխը չոյել։ Դե ես տասնամյակներ պայքարի մեջ եմ իրավական հիմքերով, ոչ թե ենթադրությունների եւ ցանկությունների վրա, որովհետև ձեզ տանջող ցավը ինձ էլ է պատել։ Դա ցանկացած գիտակից մարդու ազգի գենետիկ ֆոնդի ներկայացուցիչ չի,
Պետք է որ մտահոգի, որովհետև ստեղ ոչ թե միայն մեր տարածքի խնդիրն է, մեր բնորանի խնդիրն է, ստեղ մեր ազգի ավանդույթի, մշակույթի, լեզվի, հոգևորի, նրա նաև պատմության խնդիրն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շերի բարեկամներ, ինչպես ասացի, իրավաբան Ռոբերտ Սիմոնյանն էր մեր տաղավարում։ Իսկապես հետաքրքիր ինքնատիպ մի անձնավորություն, ով մեզ այսօր բավականաչափ ինֆորմացիա տվեց այն անցած ճանապարհից, որը մենք սկսել ենք դեռ խորհրդային տարիներից եւ եկել հասել ենք այս դժվարին ու անիմաստ օրերը։ Այսօր այդքանը, ցտեսություն։